Դեկտեմբերի 6-ին Երևանի Պատանի հանդիսատես թատրոնում կայացավ AAD Հայաստան-Արցախ Սփյուռք 16-րդ ամենամյա մրցանակաբաշխության ամփոփումը։ Կարևորելով Հայաստան-Արցախ Սփյուռք եռամիասնության գաղափարը, AAD մրցանակաբաշխության հիմնադիր Մամիկոն Խուրշուդյանը ամփոփում է 2025 թվականը։ Հերթական անգամ տարին ամփոփելու, տարին արժևորելու, տարին գնահատելու միջոցառում Հայաստան-Արցախ Սփյուռք AADM 16-րդ ամենամյա մրցանակաբաշխությունն է, որտեղ պետք է ներկայացվեն մեր հայրենիքի նվիրյալ զավակները, որտեղ պետք է ներկայացվեն մարդիկ, ովքեր 2025 թվականը ավելի ակտիվ են եղել, 25 թվականին էլ ավելի իրենց աշխատանքով փորձել են ամեն ինչ անել, որպեսզի մեր հասարակությունում եւ լույս բերեն, եւ հույս բերեն, եւ նաեւ ինչու՞ չէ կորով, որպեսզի մյուսների համար վարակիչ դառնա եւ կարողանան ապագայում 2026-ը միասին ավելի աշխատասիրությամբ, ավելի մեծ ուժով, մեծ ներուժով կարողանանք անցնենք եւ միաժամանակ կարծում եմ, որ դա մեզ մոտ կստացվի, որովհետեւ Հայաստան-Արցախ Սփյուռք մրցանակաբաշխությունը ինքնին մարդկանց շատերի մոտ արդեն այնպիսի նստվածք է թողել, որ պետք է բոլորը հավաքվեն, համախմբվեն ու ամեն ինչ անեն մեր երկրի բարօրության, մեր երկրի առաջընթացի համար։ Միջոցառումից քիչ ավելի առաջ անցնելով Խուրշուդյանը տարվա հերոսներից անուններ նշեց։ Հայաստանի ձեռքբերումները հայերն են։ Եվ դա 3 հատ նշելով չի կամ 4 հատ նշելով չի։ Միջոցառման մեկնարկը տրվեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգով։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Մամիկոն Խուրշուդյանը։ Նա համոզված է Հայաստանը մեր արմատն է, Արցախը մեր խիղճը, Սփյուռքը մեր հզորությունը եւ հենց այս միասնականությամբ է, որ հայ անհնարինը հնարավոր է դարձնում։ Այս մրցանակաբաշխությունը միայն գնահատանքի արարողություն չէ։ Սա հայ մարդու միասնության փառահեղ ապացույցն է։ Սա հիշեցնում է, որ անկախ սերունդների տարբերություններից, ապրած վայրերից մեր վերքերը թե պատերազմի դաշտում, թե ներքին փորձություններում մենք ընդամենը մեկ մեծ ընտանիք ենք։ Այսօր մենք առանձնահատուկ հպարտությամբ ենք խոնարհվում այն մարդկանց առաջ, ովքեր իրենց աշխատանքով, նվիրումով ու մարդասիրությամբ ուժ են տվել մեր ժողովրդին, ովքեր պահել են Արցախի ոգին, ամրացրել Հայաստան պետությունը եւ սեր ու հիշողություն են ծաղկեցրել Սփյուռքի համայնքներում։ Ձեզնից յուրաքանչյուրն իր լուր բարությամբ եւ օրինակով ապացուցում է. հայը հայրենիքից հեռու չի, հայրենիքը իր մեջ է կրում։ Մենք ապրում ենք դժվար ժամանակներում, բայց պատմությունը ցույց է տվել, երբ հայը կանգնում է ճակատագրի առաջ, նա երբեք միայնակ չէ։ Նրա կողքին կանգնած է միլիոնավոր հայեր, որտեղ էլ լինեն Լոս Անջելեսում, Ստեփանակերտում, Երևանում, Փարիզում կամ Բեյրութում։ Եվ այս անսահման ցանցն է, որ մեզ դարձնում է ուժեղ, տոկուն եւ ամենակարևորը հույսով լի։ Թող այս մրցանակաբաշխությունը դառնա նոր պատասխանատվություն շարունակելու կառուցել Հայաստան, պահպանել Արցախը հիշողության եւ իրավունքների մեջ եւ ամրացնել Սփյուռքի սերնդեսերունդ փոխանցվող կոչումը լինել Հայաստանի անսպար թիկունք։ Միջոցառման առաջին պարգևները ստացան հաղորդավարներ Արմանի Սպիդյանը եւ Նելի Շիրինյանը, որոնք էլ հետայցու կվարեն AAD մրցանակաբաշխության միջոցառումները։ Խուրշուդյանի գնահատմամբ 2025 թվականը առավել ծանր էր եկեղեցու եւ հոգեվորականների համար, եւ այդ համատեքստում իր համարձակ քայլով հանդես եկավ գործարար ու բարերար Գագիկ Ծառուկյանը, Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի ստեղծման գաղափարը ի կատար ածելով։ Հիսուս Քրիստոսի արձանի գաղափարը ճանաչվեց տարվա լավագույն ճարտարապետական նախագիծ։ Պարգևատրվեց Գագիկ Ծառուկյանը, մրցանակը ստացավ գործարարի որդին Հովանես Ծառուկյանը։ Եվ ուզում եմ նշել, որ սա ոչ միայն իմ ընտանիքի մրցանակն է, իմ ընտանիքին է պատկանում, այլ նաև սա այն մարդկանցն է, բոլոր նրանցը, ովքեր որ հավատում են մեր մեծ ծրագրի, մեծ գաղափարին, ազգանվեր գաղափարին։ Մրցանակի արժանանում N-AIBA էսթետիկ բժշկության կլինիկան տարվա լավագույն բժշկական կենտրոն անվանակարգին արժանանալու համար։ Ղեկավար Նարինե Այվազյան 13 տարի կենտրոնը գործում է եւ այս տարիների ընթացքում ունեցել է բազմաթիվ ձեռքբերումներ ու նվաճումներ։ Հայ բժշկության մեջ ներդրած ավանդի համար մրցանակի արժանանում բժշկական գիտությունների թեկնածու բժիշկ Նանե Հովսեփյանը։
նաև Avantgarde Flowers ընկերության այս հրաշալի ծաղիկները ներկայացնելու համար շատ շնորհակալ եմ ձեզանից։ Տարվա լավագույն բժիշկ անվանակարգին է արժանանում բժիշկ, ստոմատոլոգ, հետագայում արտերկրում ուսանած բժիշկ, օրթոպեդ, թերապևտ, վիրաբույժ Արման Ղազարյանը։ Տարվա լավագույն բժշկուհի անվանակարգին է արժանանում բժիշկ մաշկաբան, կոսմետոլոգ, տրիոլոգ, պերմանենտային դիմահարդարման գրանդ վարպետ, միջազգային վարպետ Հելենա Հակոբյանը։ 44-օրյա պատերազմում անմահացած տղաներին տարվա սխրանք մրցանակը Մամիկոն Խուրշուդյանի հետ հանձնեց 44-օրյա պատերազմում անմահացած Մասիս Միքայելյանի մայրը Նունե Միքայելյանը։ Տարվա սխրանք մրցանակին արժանացավ 44-օրյա պատերազմի մասնակից կյանքը հերոսաբար հայրենիքին հանձնած Կարապետ Անտոնյանը։ Կյանքի փառքով հայրենիքին հանձնած զոհված հերոս Տարոն Գիվարգիզյանը։ Տարոն Գիվարգիզյանի մրցանակը կստանա հերոսացին մայրը Լաուրա Սարգսյանը։ Տարվա սխրանք անվանակարգին է արժանանում 44-օրյա պատերազմի մասնակից Արցախի Հանրապետության Արիության մեդալակիր կյանքը փառքով հայրենիքին հանձնած զոհված հերոս Ժորա Սահակյանը։ 44-օրյա պատերազմում վիրավորված տղաներին Մամիկոն Խուրշուդյանի հետ պարգևատրեց Ասալայի անդամ Վազգեն Սիսիլյանը։ Տարվա սխրանք անվանակարգին է արժանանում 44-օրյա պատերազմի մասնակից Մարտի դաշտում ոտքը կորցրած վիրավոր հերոս Գևորգ Սրափյանը։ Տարվա սխրանք անվանակարգին է արժանանում 44-օրյա պատերազմի մասնակից վիրավոր հերոս Էրիկ Օհանջանյանը։ Տարվա սխրանք անվանակարգին է արժանանում 44-օրյա պատերազմի մասնակից վիրավոր հերոս Մեսրոպ Գևորգյանը։ Տարվա սխրանք անվանակարգին է արժանանում 44-օրյա պատերազմի մասնակից վիրավոր հերոս Ռազմիկ Կոստանյանը։ Տարվա սխրանք անվանակարգին է արժանանում 44-օրյա պատերազմի մասնակից վիրավոր հերոս Դավիթ Հայրիկյանը։ Կատարումով հանդես է գալիս երգիչ Կարո Քուրաջյանը, Հայաստան։ Բավելուր ու գլխի կոր քայլես, կանգնիր նորից ունայի առաջ Հայաստան, մոռացիր այն ցավը գնաց, հավատալով սերը քեզ մնաց, թող Աստված օրհնի, որ թող ցայոց Հայաստան, մոռացիր այն ցավը գնաց, հավատալով սերը քեզ մնաց, թող Աստված օրհնի, որ թող ցայոց Պարգևներ հանձնելու միացավ նաև 44-օրյա պատերազմի մասնակից պատերազմում երկու ոտքը կորցրած Արման Արզումանյանը։ Հայրենիքի մատուցած ծառայությունների համար մրցանակի արժանանում Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի գլխավոր դիրիժոր պրոֆեսոր Նորայր Դավթյանը։ Հայրենիքի մատուցած ծառայությունների համար մրցանակի արժանանում ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, ԽՍՀՄ չեմպիոն, ԽՍՀՄ գավաթակիր, Հայաստանի Հանրապետության հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալակիր, ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկո։
մատուցած ծառայությունների համար մրցանակի արժանանում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, բանասիրական գիտությունների դոկտոր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը։ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մրցանակի արժանանում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Երևան Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ Երևան պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր, կանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանը։ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մրցանակի արժանանում Ռուսաստանի Դաշնության Միխայել Լոմոնոսով պատվո շքանշանակիր Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, երաժիշտ երգահան Արա Գևորգյանը։ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մրցանակի արժանանում Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Ջուլիետա Բաբայանը։ Արման Արծումանյանը հայրեներ տղաների կողմից պարգևատրեց Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Լևոն Քոչարյանին։ Իրականում պատիվը իննա ձեզ ճանաչելու, ձեր հնարավորությունը ունենալու, ժամանակ անցկացնելու, տարբեր բաներից խոսելու, շփվելու, հնարումս բոլորի շնորհակալություն։ Հայ սպորտում ներդրած ավանդի համար մրցանակները հանձնեցին Մամիկոն Խուրշուդյանը եւ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Հայ սպորտում ներդրած ավանդի համար մրցանակի արժանանում Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, միջազգային երկրորդ կարգի մրցավար, Հայաստանի Հանրապետության Մովսես Խորենացի շքանշանագիր, ծանրամարտիկ Ռիփսիմե Խուրշուդյանը։ Հայ թատրոնում և կինոյում ներդրած ավանդի համար մրցանակի արժանանում Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, Սոյ Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի դոցենտ Նարինե Գրիգորյանը։ Հայ մշակույթում ներդրած ավանդի համար մրցանակի արժանանում Արգենտինայի հայ բարեգործական ընդհանուր միության պատվավոր անդամ, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ոսկե մեդալագիր, հայկական անզուգական դուդուկը եվրոպական տաճարներում ներկայացրած դուդուկահար Գագիկ Գասպարյանը։ Հայ մշակույթում ներդրած ավանդի համար մրցանակի արժանանում Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության մշակութային կենտրոնի Արարատ բեն ժողովրդական նվագարանների հիմնադիր կանոնահարուհի Նարինե Մալխասյանը։ Հայ երաժշտարվեստում ներդրած ավանդի համար մրցանակի արժանանում Ռուսաստանի Դաշնությունում բազմաթիվ մրցանակների արժանացած Պետրովյան գիտությունների և արվեստի ակադեմիայի թղթակից անդամ, կոմպոզիտոր, ջութակահար, վիրտուոզ Տիգրան Պետրոսյանը։ Մանկավարժական երկամյա գործունեության համար մրցանակի արժանանում Երևան Dream Music ստուդիայի հիմնադիր Ամադեուս մշակութային կենտրոնի ղեկավար մանկավարժ Սիրանույշ Ասլանյանը։ Հայ մշակույթում ներդրած ավանդի համար մրցանակի արժանանում Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ շվեդահայ դաշնակարուհի Կարին Հելման Գևորգյանը։
Միջոցառման ժամանակ պարգևներ հանձնեց նաև ռեժիսոր Աիդա Հովանիսյանը։ Հայ թատրոնում և կինոյում ներդրած ավանդի համար մրցանակի է արժանանում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, արտավազդ թատերական մրցանակաբաշխության մրցանակակիր դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը։ Մրցանակի է արժանանում Անդամ թատրոնի հիմնադիր, ռեժիսոր, դերասան Տիգրան Գյուլոմյանը։ Մրցանակը կստանա Հանդամ թատրոնի տնօրեն Դիանա Հայրապետյանը։ Հայ թատրոնում և կինոյում ներդրած ավանդի համար մրցանակի է արժանանում Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն դերասան Լևոն Ղազարյանը։ Հայ թատրոնում և կինոյում ներդրած ավանդի համար մրցանակի է արժանանում երգչուհի, դերասանուհի Իրինա Դանելյանը։ Հայ թատրոնում և կինոյում ներդրած ավանդի համար մրցանակի է արժանանում Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի դերասան Արա Սարգսյանը։ Սփյուռքում հայ երկարվեստը տարածելու համար մրցանակի է արժանանում երգչուհի Ժաննա Քոչարյանը։ Սփյուռքում հայ երկարվեստը տարածելու համար մրցանակի է արժանանում երգիչ Ռաֆայել Թունյանը։ Հայ երկարվեստում ներդրած ավանդի համար մրցանակի է արժանանում Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ հայ աշուղ Ռազմար Սասունցին։ Հայ ռադիոյում ներդրած ավանդի համար մրցանակի է արժանանում ռադիոհաղորդավարուհի Անկա Սարիբեկյանը։ Կարվա լավագույն մարզիկ անվանակարգին է արժանանում Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիկ Եվրոպայի 2024 թվականի չեմպիոն Արման Անդրեասյանը։ Հիշեցնեմ, որ ուղիղ 2 տարի առաջ հարգելի ներկաներ հենց այս բեմում Արման Անդրեասյանի եղբորը մեր զոհված հերոս Տարոն Անդրեասյանին մենք պարգևատրել ենք տարվա սխրանք անվանակարգում եւ շատ հպարտությամբ ենք լծվել, որ հաջորդ տարի արդեն Արմանը իր հաղթանակի շնորհիվ նորից հաղթանակը նվիրեց եղբոր հիշատակին։ Հավերժ փառք բոլոր հերոսներին։ Տարվա լավագույն ժողովրդական երգչուհի անվանակարգին է արժանանում երգչուհի Սեդա Սեյրանյանը։ Տարվա հանդիսատեսի համակրանք անվանակարգին է արժանանում երգիչ Հայկ Ղևոնդյանը։ Տարվա հայտնություն անվանակարգին է արժանանում երգիչ Կարո Խուրաջյանը։ Տարվա լավագույն երգիչ անվանակարգին է արժանանում 2025 թվականի շատ հեռուստաընկերության հայ սուպերստար նախագծի հաղթող Արեգ Գալստյանը։ Տարվա լավագույն երգչուհի անվանակարգին է արժանանում 2024 թվականի ռուսական նոր ալիք միջազգային երգի մրցույթի հաղթող երգչուհի Անահիտ Հակոբյանը։ Հաջորդ անվանակարգերը հանձնելու համար բեմ ենք հրավիրում Երևանի Պատանի հանդիսատեսի անվան թատրոնի դերասան Անդրանիկ Հակոբյանը։ Տարվա լավագույն երիտասարդ դերասան անվանակարգին է արժանանում դերասան Հրանտ Հովսեփյանը։ Տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի անվանակարգին է արժանանում դերասանուհի Լիլիթ Թոխացյանը։ Տարվա լավագույն հումորային դերասան անվանակարգին է արժանանում Գոշ Ենոքյանը։ Տարվա լավագույն
սերիալային դերասանուհի անվանակարգին է արժանանում դերասանուհի Ռոզա Դավթյանը։ Սերիալային դերասան անվանակարգին է արժանանում դերասան Լևոն Մկրտչյանը։ Տարվա լավագույն դերասան անվանակարգին է արժանանում դերասան Իշխան Ղարիբյանը։ Տարվա լավագույն դերասանուհի անվանակարգին է արժանանում դերասանուհի Վիկտորիա Սահակյանը։ Տարվա մեդիա մարդ անվանակարգին է արժանանում ժամանակակից գրող, վիդեոբլոգեր, սցենարիստ Ռուբեն Եսայանը։ Տարվա լավագույն փոփ էլեկտրոնային երաժշտության դուետ անվանակարգին են արժանում DJ Smoke-ը եւ Էմանուելը։ Տարվա լավագույն պարային խումբ անվանակարգին է արժանանում Մոնա Լաքշերի ստուդիան, ղեկավար Մոնա Գյուլասարյան։ Տարվա լավագույն փաստաբան անվանակարգին է արժանանում Հայաստանի փաստաբանների պալատի անդամ Նուրիջանյան փաստաբանական գրասենյակի հիմնադիր Աշոտ Նուրիջանյանը։ Արցախահայության ուղղված բազմաթիվ բարեգործական ծրագրերի իրականացման համար մրցանակի է արժանանում Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միության հիմնադիր Լիաննա Մանուկյանը։ Մաքսանենգության դեմ պայքարում դրսևորած արդյունավետ աշխատանքի համար և գրանցած բարձր արդյունքի համար մրցանակի է արժանանում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը։ 2025 թվականի 11 Մաքսանենգության դեմ պայքարում դրսևորած արդյունավետ աշխատանքի համար և գրանցած բարձր արդյունքի համար մրցանակի է արժանանում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը։ 2025 թվականի 11 ամսվա ընթացքում վարչության կողմից բացահայտվել է մաքսանենգության ու մաքսային կանոնների խախտման բացահայտման 443 դեպք։ Տարվա լավագույն երաժշտական նախագիծ անվանակարգին արժանանում երգչուհի Իլոնա Սագիևան, Էլվինա Մակարյան շքայացած համերգ մյուզիկլում լավագույն դերակատարման համար։ Միջոցառման վերջում Մամիկոն Խուրշուդյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին և տեղեկացրեց, որ վիրավոր տղաների հետ մի քանի օրով մեկնելու են Ստեփանավան հանգստանալու, ինչի համար նա շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Լևոն Քոչարյանին։